Իմ խոսքը ուղղում եմ անհավատներին, հենց անհավատներին, որովհետև հավատացողները փրկվելու են, որովհետև հավատացողը կանչելու է Հիսուս Քրիստոսին, եւ ով կանչի Հիսուս Քրիստոսին, նա փրկվելու է։ Այնպես որ խոսում եմ ձեր հետ անհավատներ, խոսում եմ ձեր համար անհավատներ։ Շուտով լինելու է եկեղեցու հափշտակությունը Հիսուս Քրիստոսի։ Եթե չգիտեք դա ինչ է, ուրեմն այս ալիքում կարող եք փնտրել եւ կգտնեք։ Փնտրեք եւ կգտնեք, կանչեք եւ ուզեք, խնդրեք եւ կստանաք, անհավատներ, դարձեք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։ Շուտով եկեղեցու հափշտակությունն է Հիսուս Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսը գալիս է իր հարսի եկեղեցու հետևից եւ այդ ամենը գրված է Աստվածաշնչում։ Հափշտակությունը եւ տեղի ունենա համաշխարհային կառավարությունը խաբելու է, ասելու է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ չկան այլևս, նրանց գողացել են այլմոլորակայինները, բայց ճշմարտությունը մեկն է։ Հիսուս Քրիստոսն է տարել իր ընտրյալներին եւ նրանք բոլորը, ովքեր չհավատացին Հիսուս Քրիստոսին, մնալու են երկրի վրա։ Եվ երկրի վրա այնպիսի քաոս է այդ ժամանակ արդեն լինելու, երրորդ համաշխարհային պատերազմ, հափշտակություն, մութ օրեր, ընդհանուր մեծագույն ճգնաժամ, աղետներ երկրագնդի վրա, որ յուրաքանչյուրը ով մնացել է երկրի վրա, փրկություն եք խնդրելու, բայց չեք գտնելու, մահ եք խնդրելու, բայց չեք գտնելու, որովհետև այդպես էլ գրված է, որ մահ եք փնտրելու, բայց չեք գտնելու։ Եվ հենց այդ ժամանակ կգա հակաքրիստոսը նեռը, սատանայի մարմնավորված որդին, եւ նա սկզբում կգա որպես մեսիա, կգա որպես փրկիչ, եւ ձեր նման անհավատները ամբողջ աշխարհում միլիարդներով կընդունեն եւ կհավատան նրան, որ նա է փրկիչը, միայն թե նախկին խաղաղ կյանքը վերադառնա, բայց նա խաբելու է ձեզ, սատանան խաբելու է ձեզ եւ հակաքրիստոսը նեռը նստելու է Երուսաղեմի երրորդ տաճարում եւ իշխելու է ողջ աշխարհը եւ բոլորը հպատակվելու են, ենթարկվելու են եւ պաշտելու են նրան։ Այնպես որ եթե դու հիմա լսում ես ինձ եւ չես հավատում, երբ հափշտակությունից հետո, որը քեզ խաբելու են, ասեմ, որ այլմոլորակայինները եկան ու մարդկանց գողացան, երբ հափշտակությունից հետո ամբողջ աշխարհը խառնված կլինի իրար եւ յուրաքանչյուրը խաղաղություն կփնտրեք, կգա իբր փրկիչը, իմացեք, եթե նա իրեն հայտարարի ողջ աշխարհի միակ թագավոր եւ լիդեր, իմացեք, որ դա նեռն է եւ դուք մնացել եք նեռի իշխանության տակ, որը տևելու է 3.5 տարի եւ դրանից հետո Հիսուս Քրիստոսը գալու է երկիր եւ դատելու է բոլորին։